Լիլիթ Մինասյան, համեցեք։ Շնորհակալություն, հարգելի կառավարության անդամներ, հարգելի գործընկերներ, հարցս ուղղում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետին։ Պարոն վարչապետ, ընդդիմության արհեստական առաջնորդներից մեկը վերջերս մի ուղերձ էր հրապարակել, որտեղ նշվում էր, որ Հայաստանի Հանրապետությունը աղքատանալու է, մեր տնտեսվարողները աղքատանալու են եւ մենք ապրելու ենք աղքատ, քանի որ Հայաստանը, եթե ընտրվի Նիկոլ Փաշինյանը, Հայաստանը պատերազմելու է Ռուսաստանի հետ, տնտեսական պատերազմների մեջ է մտնելու։ Մեդիա արշավ, մի ամբողջ խոսույթ, քաղաքական խոսույթ այսօր ուղղված է արհեստականորեն մեր տնտեսվարողներին դեմոտիվացնելու եւ մեր տնտեսվարողների կանխատեսումները սխալ ուղղությամբ տանելու վրա։ Թեզը հետևյալն է, որ հուլիսի 7-ին եթե ընտրվում է Նիկոլ Փաշինյանի եւ քաղաքացիական պայմանագիրը, ապա տնտեսական պատերազմ է սկսելու Հայաստանի Հանրապետությունում։ Կխնդրեմ ձեր մեկնաբանությունը այս հարցի շուրջ։ Հարցին կպատասխանի Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, համեցեք պարոն վարչապետ։ Շնորհակալ եմ Տիկին Մինասյան հարցի համար։ Ես կարծում եմ ձեր նշած բազմաքաղաքացին ինքը իր մասին է խոսել, երբ որ խոսել է աղքատացման մասին։ Ես կանխատեսել եմ եւ պնդում եմ իմ կանխատեսումը, որ նա մինչև տարվա վերջ աղքատանալու է, որովհետև Իրանից մեծ որ բաները, պարտավորություններ ստանձնել, այդ պարտավորությունները չկատարելու արդյունքում իր, այսպես ասած, նոմինալ ունեցածը իր ձեռից առնվելու է։ Եվ նա իր կողմից կառավարվող այդ բանի դարտնալացում, Հայաստանի Հանրապետությունում արդեն տեսակ ինչ եղավ, ուրիշ տեղեր էլ ավելի են լինելու։ Եվ ինձ տվյալ դեպքում այդ խոսույթը ակնհայտ է դարձնում, որ գործ ունենք մի տերմին կա ԵԱՏՄ տարածքում եւ ոչ միայն ԵԱՏՄ տարածքում կիրառվող օտարերկրյա գործակալի հետ, ով բանի գործակալական գործունեությունը օտարերկրյա ոնց էր կոչվում, ազդեցության ոնց էր հա, այդ օրենսդրական այդ տերմինաբանությունը նկատի ունեմ, էլի, ոչ թե շպիոնաժը նկատի ունեմ, այլ այդ տերմինը, որ ԱՊՀ մի շարք երկրներում, կարծեմ Միացյալ Նահանգներում էլ տես տերմինաբանություն կա, հա, վերջը այդ գործունեությունն է ծավալում, այսինքն փորձ է անում հրահրել Հայաստանի Հանրապետություն, Ռուսաստանի Դաշնություն կոնֆլիկտ, այդ կոնֆլիկտի վրա ձեռներ տաքացնելու համար։ Ես անհնար եմ համարում այդպիսի բանը, որովհետև նախ Հայաստանի 2018 թվականին հիշում եք ինչեր էին ասում։ Հիշում եք ինչեր էին ասում։ Ասում էին էլի Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների 21 թվականին են ասում։ Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա, քան եղել է։ Նայեք Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների հանդիպման դինամիկաները եւ համեմատեք նախորդող շրջանի հետ, հանդիպումների, հեռախոսազրույցների, շփումների, այցերի եւ այլնի դինամիկան։ Ընդ որում այս ձևաչափով ես լիարժեք նույն ձևի աշխատանքային կապի մեջ եմ Ռուսաստանի նախագահի հետ եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի հետ, ղեկավարի հետ, որը առանձնահատուկ բան է տալիս, բովանդակություն է տալիս։ Այդ մարդիկ, ովքեր այդպես խոսում են եւ ուզում են այդպիսի էֆեկտներ, սադրանքներ անել, ես ուզում եմ այդ մարդիկ ուզում են ԵԱՏՄ-ն կաթվածահար անել։ Ես ուզում եմ հիշեցնել, որ մենք ԵԱՏՄ անդամ երկիր ենք եւ մենք ԵԱՏՄ 5 երկրներից մեկն է, ով որոշումներ է կայացնում։ Այդ մարդիկ, ովքեր տենց սադրանքներ են անում, իրենք ուզում են ԵԱՏՄ-ն որպես կազմակերպություն պարզապես ոչնչացնել, իրենց նեղ մի բանի իրենց ունեցվածքը մեկը չեն փրկի իրենց ունեցվածքը, այնպես որ ավելի լավ է ԵԱՏՄ-ն չտնեն բանի տակ սադրանքների մեջ չներքաշեն։ Ես ասում եմ մենք Ռուսաստանի Դաշնության չենք վիճել, չենք վիճում, չենք վիճելու։ Մենք բոլոր մեզ հակադրությունների մեջ ներքաշելու փորձերը կլինի դա տնտեսական, քաղաքական, չգիտեմ, որևէ սին են,
որևէ մեկին չի աջողվելու դա մեզ անել, որովհետև մենք առաջնորդվում ենք մեր երկրի շահերով, իսկ մեր երկրի շահերից է բխում եւ իմիջիայլոց բալանսավորված եւ բալանսավորման եւ բալանսավորված արտաքին քաղաքականությունը ենթադրում է, որ մենք պետքա լավ հարաբերություններ պահպանենք Ռուսաստանի Դաշնության հետ եւ մենք այդ լավ հարաբերությունները պաշտպանում ենք եւ ելի ուզում եմ ասել, ես Ռուսաստանի Դաշնություն կատարած իմ վերջին այցը համարում եմ շատ հաջող, մենք շատ երկար եւ մանրամասն քննարկումներ ենք ունեցել եւ ձեռք ենք բերել այնպիսի ռազմավարական նշանակության պայմանավորվածություններ ամենատարբեր ոլորտներում համագործակցությունը խորացնելու, որի արտահայտությունը առաջիկայում մենք կտեսնենք։ Իսկ նրանք, ովքեր ուզում են խաթարել Հայաստան-Ռուսաստան բարեկամությունը եւ եղբայրությունը, այդ մարդիկ պարզապես ինաստրաննի ագենտ են։ Արձագանք չկա, շնորհակալություն։ Բազմաքաղաքացի։ Այսինքն արձագանք եք էլի մի բան ասել։ Շարունակեք, պարոն վարչապետ։ Այդ մարդիկ, որովհետև եւ սա բան չի, բանի 60 երկրի քաղաքացիություն ունեն։ Մի հատ էլ հայտարարում են, թե իրանք տենց քաջաբար սկսում են հրաժարվել քաղաքացիությունից։ Մինչև հրաժարվեն մի 30 տարի կտևի, որովհետև աշխարհում էլ երկիր չկա, որի քաղաքացի չեն։ Այդ մարդիկ, այո, բարձ բուն իմաստով ինոագենտ են եւ գործում են այդ թվում Հայաստան-Ռուսաստան բարեկամության դեմ, ԵԱՏՄ շահերի դեմ եւ ուզում են իրանք կաթվածահար անեն կազմակերպությունը։ Մենք թույլ չենք տալու, որ կաթվածահար անեն կազմակերպությունը եւ բոլորին կոչ եմ անում չտրվել այդ սադրանքներին։ Պրոցեսը, բայց մյուս կողմից այն պրոցեսը ձեր նշած բազմաքաղաքացու աղքատացման պրոցեսը հիմա արդեն ցավում եմ, բայց ոչ մի բանով օգնել չեմ կարող, բայց հիմա մենք սոցիալական շատ լավ, ինչպես տեսակ, ծրագրեր ունենք եւ մանավանդ, երբ որ արդեն լինի միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի, կարծում եմ եւ առողջության ապահովագրությունը եւ սոցիալական մյուս ծրագրերից լիարժեք օգտվելու հնարավորություն կունենա։ Շնորհակալություն։